Ես եմ ի սկզբանե ճանաչել Կասիմին, 3 տարուց ավելի է ինքը ինձ խնդրում է, որ միասին մենք համագործակցենք։ Բայց երևի ճիշտներ չհամագործակցենք, վստահության հարց կար, ճիշտն ասած մի քիչ կասկածների մեջ էի։ Բայց 2013 թվականին շատ խնդրեց, եկավ մեր տուն, շատ խնդրեց, իմ ձեռքն էլ գումար կար, մտածեցի շրջանառության մեջ դնենք, ամուսնուս հետ որոշեցինք շրջանառության մեջ դնենք։ Սեֆալեդեր ընկերության տնօրենն էլ Հայրապետյան Նորայրն էր։ Բայց վերջի ժամանակ, որ գնացինք Պրոմեթեյ բանկ, որպեսզի հաստատենք ստորագրությունը Նորայրը որոշեց, որ իր կինը չի թողնում, որ ինքը դառնա ընկերության տնօրենը։ Մի խոսքով անակնկալի եկանք, որովհետև մենք պետք է ընկերության տնօրենը ճանաչենք Նորայրին, իսկ ընկերության հիմնադիրը մենք արդեն լինենք ես եւ Կասիմը։ Փակուղի ենք մտել, չգիտենք ինչ անենք, ստիպված ամուսնուս ընդունեցինք որպես տնօրեն։ Որ տնօրեն ընդունեցինք, Կասիմը մեզ հանգստացրեց, որ էլ իմաստ չունի, պետք ռեգիստրի հարցերը հետո կլուծենք, միևնույն է, ինչ գումարներ էլ որ գա, մենք տեղյակ ենք լինելու, ամուսինս տնօրեն է, ես էլ իհարկե որպես հաշվապահ գտա, որ ճիշտ է, որ ամուսինս տնօրենն է, բնականաբար ես ամեն ինչից տեղյակ կլինեմ, շրջանառությունից եւ այլն։ Եվ նախապես մենք պայմանավորվել ենք, ինքը որպես կաշվի լավ մասնագետ է, իմ ամուսինն էլ ճանաչում է, ասենք, մաքսատան գործնեությունը, որը որ կապված է արտահանման հետ եւ ներմուծման, ընդհանրապես շրջանառության հետ։ Սկսեցինք գործնեությունը, նորմալ, դե ժամանակի ընթացքում Կասիմը գիտեմ, որ փող չուներ, որտեղ ես իրան գումար էի տվել, բնականաբար, որ եթե գումար չտանք, չենք կարող սկսենք այդ ընկերությանը։ Ընկերությունը շատ վաղուց է գործել, բայց քանի որ ինքը գումար չունեցել, ընկերությունը դադար վիճակում է եղել։ Դրա համար էլ մենք արդեն սկսեցինք մեր գործունեությունը, գումար ներդրեցինք կաշին, որպեսզի արտադրամասը վարձակալենք, ըստ Կասիմի պետքա նյութերը անպայման բերենք, նոր վարձակալենք։ Ես ճիշտ ասած համաձայն չէի վարձակալությանը, հանդիպում ունեցանք տիրոջ հետ։ Տերը ինձ հավաստիացրեց, որ ձեր գումարները չի կորի, արխային ներդրում արեք, որովհետև ինքը նախապես աշխատել է Կասիմի հետ, ինքը լավ է հասկանում կաշվից։ Ես էլ ընդունեցի գիտություն, որպես թե հայ է, խոսացողը դիմացիդ հայ է, արդեն թուրք չի, որ վախենաս, արդեն դիմացիդ խոսացողը հայ է։ $3000 ամուսինս ու աղջիկս տարան տվեցին իրեն։ Հիմա, չգիտես ինչի, Կասիմը ասում է, ես փող եմ տվել, ոչ մի գումար էլ չի տվել ինքը։ Ստում է։ Այդ $3000 ինչի համար տվեց։ Տվեցի տարածքի համար։ Մինչև այդ ամուսինս բոլոր չեկերը, հարկերը, տուրքերը, ամեն ինչը մուծել է։ Մի անգամ ինքը այնքան ընկանք իր հետևից, որպեսզի գումար վերցնենք, չկարողացան, կալանք եկավ դաժե հաշվի վրա հարկայինից։ Ստիպված դրանից, դա մեզ դաս եղավ, որ իմ ամուսինս խելոք տանի այդ գումարները մուծի, որտեղ ինքն էր պատասխանատու տվյալ գումարների համար։ Ու գումարներն էլ բոլորը մուծվել է ամուսնուս անունով, Վաչկի անունով, Վաչիկ Կիրակոսյանի անունով։ Իսկ հիմա, չգիտես որտեղից, ինչ, ինքը պատճառաբանում էր կռիվների մեջ էր, ունեցել, ես փող չունեմ տալու, իսկ այժմ քննչական մայրիներում ինքը ասում է, ես տվել եմ։ Անձնականի ոչ մի բանի գումարի մենք չենք մուծել, միայն հարկեր եւ տուրքեր, եւ բոլորի համար մենք ունենք բոլոր չեկերը պահպանվել են, բոլոր չեկերը։ Ինքը պատճառաբանում է, որ գումարները տվել է։ Աշխատավարձերը, այսինքն վճարել է, հա։ Ոչ միայն աշխատավարձերը, մաքսատան տուրքերը, այդտեղ հարկային մարմինների տված վճարները, բոլորը ինչ որ կա հունվարից մինչև սեպտեմբեր ինքը պատճառաբանում է տվել է, բայց իրականում չի տվել։ Մեր քննիչներն էլ ամենակարևորը հիմնվում են ասացվածքների վրա։ Այս Պողոսը ասես, Պետրոսը ասես եւ այլն, չի հիմնվում փաստացի տեղեկանքի վրա, որ տեղեկանքա մուծված է, չեկա մուծված է։ Էդի պետական փող է, պետ տուրքեր է, չես կարա ոչ կեղծես, ոչ ավելացնես, ոչ պակասացնես։ Իրանք դա չեն ընդունում ի գիտություն։ Փոխանակ զբաղվեն այդ մարդու ինքնությունը ապացուցելով, որ տեսնեն այդ մարդը ով է, ինչի ասես մախինացիաներ անում, արդյոք սա առաջի դեպքն է։ Մի հատ թող էդ էլ նայեն։ Ինչի չեն նայում, ինչի չեն հետաքննում։ Եվ ես եկա այն կարծիքին, որ մենք գործ ենք ունեցել խարդախ
երկերեսանի մին որուն անձի հետ։ Վաղին տուրքերը հարկե վարչավճարները փոխանցելու գումար տված լիներ, հետամուտ կլիներ գումարը հաշվապահորեն ձևակերպել, սակայն հաշվապահորեն կանխի գումարի մուտք ու ելք չկա։ Ընդհակառակը նային եւ կնոջս աշխատավարձները չվճարեց, պատճառաբանելով, որ ապրանքի գումարը չի ստացել, իսկ եթե ստացել է, ապա չի կարող վճարել, որովհետեւ շատ պարտքեր ունի։ Հիմա ես իմ պարտքն եմ վերցրել, համոզված լինելով, որ խաբում եմ եւ աշխատավարձի պես չի վճարելու իմ գումարները։ Հարկ եմ համարում նշել նաեւ, որ միավաղին ներկայացնում է որպես Իրանի քաղաքացի, սակայն ես այլ տվյալներ ունեմ նրա ազգային պատկանելիության մասին, որը ենթակա է պատկան մարմինների կողմից ստուգման, որի ժամանակ էլ կհայտնեմ իմ տեղեկությունները։